Առաջին քրիստոնյա պետություն լինելու հանգամանքով հետո այցելեց Բաքու, Բաքվում հիացավ Ալիևի հյուրընկալությամբ եւ ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները քննարկումները եղել են համագործակցային անվտանգության եւ հակաահաբեկչական գործողությունների ոլորտում։ Նաեւ ըստ Ազատության տեղեկատվության Վենսը նաեւ ռազմագերիների հարցն է բարձրաձայնել, սակայն չկա տեղեկատվություն թե Ալիևը ինչ է արձագանքել։ Արդյոք Վենսի այցը շահավետ էր Հայաստանի Հանրապետության համար։ Վենսի այցը շահավետ էր նախ եւ առաջ Միացյալ Նահանգների համար, որտեղ Միացյալ Նահանգները ամրապնդվում են տարածաշրջանում եւ աստիճանաբար վերցնում են առաջին ջութակի դերակատարումը։ Հայկական շահերի մասին դժվարանում եմ ասել, որովհետեւ 9 միլիարդի գումար տնես խնդրահարույց ծրագրերի վրա, չօգտվեց ռուսական կամ չինական ավելի պրոֆեսիոնալ եւ մատչելի մոդուլային ատոմակայաններից, այլ գնաց ինչ-որ անհասկանալի դեռ փորձ ունեցող ամերիկյան մոդուլային կայաններ կառուցելու, ըստ մասնագետների եւս 9 միլիարդի ավելացնես քո ծախսերը կամ քո հարկատուների հաշվին դա անես եւ մյուս կողմից 11-12 միլիոնի ներդրումը այդ դրոնների ըստ փորձագետների 40 ինքնաթիռ կործանիչ Միացյալ Նահանգները տրամադրել է ամենայն դեպս դաշտում նման ինֆորմացիա կա Ադրբեջանին մեզ ընդհանրապես դրոններ հետախուզական Էդ էլ անհասկանալի է, եթե խաղաղության են գնում, ինչ են ում են հետախուզում։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը խաղաղության են գնում, դες վստահ մեզ բոլորից ասում են գնում են խաղաղության, ում են հետախուզում։ Ռուսներին, Իրանին, ում։ Դժվար իրանք իրար հետախուզեն։ Եվ երկրորդը, այստեղ շատ կարևոր բան կա, ակնհայտ է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Միացյալ Նահանգների հետ ունեն տարբեր խորհրդության համագործակցության մակարդակներ, այստեղ կարևորը նա էր, որ արդեն օգոստոսի 8-ից հետո, երբ որ Տրամպի հետ այնտեղ ստորագրվեց, այդ հուշագիրը 907 բանաձևը դուրս եկավ, Ադրբեջանը ստացավ 907 բանաձևի ազատում, ստացավ ռազմավարական համագործակցության փաստացի համաձայնագիր Միացյալ Նահանգների հետ, Հայաստան ինչը ստացավ։ Տեսեք, դուք մի քանի կարևոր շեշտադրում արեցիք, որին անդրադարձել էր Փաշինյանը հանրայինի հարցազրույցում։ Եվ հենց այդ նույն 9 միլիարդի հետ կապված մենք գիտենք, որ թարգմանության խնդիր էր առաջացրել եւ ըստ պաշտոնական տեղեկատվության թարգմանության խնդիրը առաջացել էր հյուրընկալվող կողմի սխալ թարգմանության արդյունքում, մերոնք մեղավոր չեն։ Բայց ինչ վերաբերում է ատոմական կառուցմանը, երեք ազգային ժողովում նա հստակ ասաց, որ այն վտանգները, որ մտածում է ընդդիմությունը, թե Մեծամորի ատոմակայանը փակվելու է, մենք այդ մոդուլայինի վրա ենք հույսը դրել, դա իրականության չի համապատասխանում, իրականում Սերժ Սարգսյանն է ստորագրել, որ պետք է փակվի, իհարկե Արմեն Աշոտյանը շատ դիպուկ անդրադարձավ դրան, բայց փորձենք հասկանալ, նա ասում է, որ Մեծամորի ատոմակայանի ժամկետը 10 տարով երկարացնելու փուլում ենք, հետո եւս 10 տարի եւ համագործակցում ենք մոդուլայինի հետ կապված մի շարք պետությունների հետ, այդ թվում նաև Ռուսաստանի աղմուկը ինչի համար է։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը բնավորություն խասյաթ ունել քաղաքական բորշ էփում է, այդ թունավոր բորշը դա եղանում ժողովրդին, հետո որ ժողովուրդը թունավորվում է, ասում է ինչ աղմուկը կա, բորշը էլի կերեք։ Հասկացա, իրանք չեն ասել, որ մոդուլային Ամերիկայից են վեկալելու։ Ինչ ես բանակցում, ասել ես մինչև 9 միլիարդի արտահանում պետք է լինի։ Մարդիկ էլ քեզ ասում են ամերիկյան մոդուլային կայարանները մրցունակ չեն։ Երկու պետություն կա, որ ատոմային մոդուլային կայարաններում է, տես ուժեղ մասնագիտացած, մեկը Ռուսաստանն է, մեկը Չինաստանն է։ Երկրորդ, այդ իր հերթական կռուտիտին Սերժ Սարգսյանի մասով։ Նախ բացահայտ սուտ ու կեղծիք է, Արմեն Աշոտյանն այո, շատ ճիշտ է, շատ ճիշտ ինքը ներկայացրեց, որ սեպայում ժամկետ է նշած, ժամկետ նշած չի, երբ պետք է փակվի։ Ցանկացած գործաներ մի օր պետք է փակվի։ Իհարկե։
եթե կա վտանգներ։ Բայց առնվազն այդ նաև Հայաստանի նախկին իշխանությունների բանակցությունների արդյունքում ա եղել ՄԱԳԱՏԵ-ի հետ, որ առնվազն մինչև 2036-ը աշխատելու է։ Մոդուլային կայանների պահով Սերժ Սարգսյանի իշխանությունը երբեք չի բանակցել։ Եվ դրա մասին հրապարակային մոդուլային կայանների մասին մեր հասարակությունն իմացավ նիկոլական պաշտոնյաներից։ Իդեպ Ադրբեջանի վայնասունից հետո որ կապի մեծանում։ Երրորդ, այդ եթե ՍԵՊԱ-ն իր համար տենց ավետարանի նման մի բան է, վերջին ճշմարտությունն է, որ ՍԵՊԱ-ով ստացված պարտավորությունները, բայց ՍԵՊԱ-ի մեջ Սերժ Սարգսյանի բանակցած իր կողմից ստորագրված ՍԵՊԱ-ի մեջ Եվրոպական միության այն ժամանակվա 28 բոլոր պետությունները ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ու վավերացրել են դա։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը օրենք է Եվրոպական միության բոլոր երկրներում։ Որը ստորագրել է Հայաստանը եւ Եվրամիությունը։ Ու բոլոր երկրներն վավերացրել են։ Բայց Նիկոլ Փաշինյանը ինչու է ՍԵՊԱ-ն չպահեց։ Ինչի Արցախի ինքնորոշման իրավունքից հրաժարվեց։ Այդ որտեղ պետք է Սերժ Սարգսյանն տալիս ես։ Սերժ Սարգսյանը Շուշի էր ազատագրել։ Դու խի Շուշին հանձնիր։ Նույնիսկ որ քննադատության չի իմանում, դա հիմարություններ է, ինչ խոսամ ես դրան։ Լավ, այս դեպքում եթե իսկապես եւ դա փաստ է, ԱՄՆ մոդուլային կայանները դեռևս չգործարկված եւ արդյունավետությունը բացակայող կայաններ են։ Այս պարագայում, երբ Փաշինյանը փորձում է դա ներկայացնել եւ իր հարցազրույցի շրջանակներում ներկայացնում էր, որ Հայաստանը այնքան արդեն վստահելի գործընկեր է դարձել ԱՄՆ-ի համար եւ դա իր արժանիքն է վերընտրվելու, որ ահռելի թվով ներդրումներ է անում եւ այդ շրջանակներում նաեւ հիշատակեց երկաթգծի գործոնը, իհարկե հերթական անգամ մեղավորության սլակները ուղղելով Ռուսաստանի Դաշնության վրա։ Դե Ռուսաստանը երևի հասնում է։ Ռուսաստանն է 2021 թվականին Փաշինյանով հիացած։ Իրենք են պատվիրակություն հետևից ուղարկում, իրենք են իրան համարում վստահելի գործընկեր, այլ ուրիշ բաներ չասեմ։ Եթե Փաշինյանը կարողացել է այսքան հակառուսական քայլեր անել ու դեռ մի հատ կանգնել ասել ես ու Պուտինն ունենք շատ լավ հարաբերություններ, ես կարամ ծափարեմ միայն Փաշինյանին։ Լուրջ եմ ասում։ Ես չգիտեմ երկրորդ այլ պետության ղեկավար, որը տենց երկակի խաղեր խաղելով կարողանում է իր պետության ներսում իր թիմի հետ միասին իր դաշնակցի վարկանիշը զրոյացնել։ Բայց այդտեղ կա նաև Ռուսաստանի մեղավորությունը, ես չեմ ուզում Ռուսների մասին շատ խոսեմ, իրենք իրեն շահերը կստակի, ես գիտեք, ես հայ-ռուսական դաշնակցության կողմնակից եմ, միշտ եղել ու կամ բոլոր խնդիրներով հանդերձ։ Բայց բերեք մենք մեր ոչխարներից խոսակ, մեր խնդիրներից խոսակ։ Ռուսաստանն իր շահն ունի, Միացյալ Նահանգներն իր շահ ունեն, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ նրա թիմը զբաղված են Հայաստանի Հանրապետությունը գործունից գործիքի վերածելու գործընթացով, իրանք Հայաստանը սուբյեկտից ժաննաժան, վեր են ասում օբյեկտի։ Հայաստանն ունեցել է մի քանի կարևորագույն գործոն լինելու բաղադրիչ, առաջինն եղել է հայկական Արցախը, գոյություն չունի, Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ, երկրորդն եղել է անխոչնդոտ ճանապարհն ու ճանապարհի 100% վերահսկողությունը Իրանի հետ, Սյունիքում, փաստացի դեռ ամերիկացիք մտան, միգուցե նաև թուրքերը մտնեն, այդ էլ չկա, այդ Սյունիքի գործոնն էլ։ Երրորդը հայոց ատոմակայանը, որը արտեսանքսել է մոդուլայիններից խոսել, իսկ ուզում եմ սա մի հատ շատ կարևոր բան ասեմ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ջանք ու երան չեն խնայում փակել տալու հայոց ատոմակայանը, հայկական ատոմակայանը։ Չորրորդը մեր եկեղեցին, որ եղել է համահայկական կառույց, համաշխարհային կառույց ցայցային, եւ այս մարդը եկեղեցին փաստացի եկեղեցու ղեկավարությանը աստծոյցալին, ասենք ծայրահեղական կրոնավորների հետ համեմատում, դա խայտառակություն է։ Ֆինանսները դրանով իսկ ընդունելով, որ իր պայքարը եկեղեցու դեմ ունի քաղաքական աստար, քաղաքական բովանդակություն։ Այդ սուտ բաները, որ ասում են քրիստոնեական, բարոյախոսություն համար, փաստացի եւ 5-րդը ռուսական ռազմաբազան։ Էսա սահկանեն, սահմանադրությամբ, այն որ Ալեն Սիմոնյանը գնում է Մոսկվա, ասում է,
Մենք ոչ ես բլոկում ենք, ոչ են բլոկում ենք։ Նես չէ, որ իրանք հավասարության նշան են Եվրոպայի ու Ռուսաստանի, իրանք համար Ռուսաստանը վաղուց ասեն «До свидания, прощай»։ Թող նրանք այնտեղ Մոսկվայում հələ հույսեր կապեն սրանց հետ։ Սահմանադրական փոփոխություններով իմ կարծիքով կամ նոր սահմանությամբ Հայաստանին տրվելու է չեզոք երկրի կամ արտաբլոկային երկրի կարգավիճակ։ Իսկ Հայաստանը հայտարարվելու է երկիր, որը չի մտնում ոչ մի ռազմական բլոկների մեջ։ Թուրքիայի հետ խաղաղությունը, Ադրբեջանի հետ խաղաղությունը, ռուսներն ասել են «Ես բազա նստե ինչ անեմ ախպեր»։ Մեր սահմանադրությամբ բա մենք ինքնիշխան չէ Վլադիմիր Վլադիմիրովիչ, դու էլ ես չէ ասել, այո, երեք Զախարովան էլ ասես, բոլորը էլ չէ։ Դե մեր սահմանադրությամբ մենք արտադաշինքային երկիր ենք, փասապուսեկները թավակեք գնացեք։ Ով է երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը, որովհետև ցանկացած երկրի անվտանգության երաշխավոր պետք է լինի նախ եւ առաջ ինքը։ Իր պետությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում է մեր պաշտպանվածությունը, մեր անպաշտպանվածության մեջ է։ Ինքը գնում է եւ իր հակառակորդի, իր սպառնալիքի բոլոր պայմանները կատարում է, ասում է, «Էս արեք, եսեք ոնց է, կաստրկատեր, չէ, ես որպես պատմաբան ասեմ, անտիկ աշխարհում, չէ»։ Դե այս ստրուկները, որոնք Կրասոսին, Պոմպեոսին, Հռոմի կոնսուլներին, ստրկատերերին խելոք ծառայում էին, հաղի լապը շպրտում էին դեմները, ապրում էին էլի։ Բայց նրանք ովքեր որ ազատության տենչ ունեն Սպարտակի նման, պայքարեցին, բռնեցին, սպանեցին։ Հիմա ո՞րն է լավը։ Ազատության ձգտելը թե տնստրուկի նման ապրելը։ Հիմա խաղաղություն։ Խաղաղության մեջ ապրելու հազար ձևի կարգավիճակ կա։ Ծայրագավառից փորձում է սարքել տարածաշրջանով աշխարհի կենտրոն, դա է իր տեսլականը։ Նախ ծայրագավառ չի, ծայրագավառը հիմա է։ Թուրքիայի ծայրագավառ են դառնում։ Նիկոլ Փաշինյանը գործընկեր չէ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը շեստյորկայի կարգավիճակ չունի այդ խաղում։ Բացեք նայեք, այդ ո՞րն է Հայաստանը։ Ինչ Ալիևն ասել է, Նիկոլը չէ, նրանք խոսենք էլի։ Նիկոլ Փաշինյանը ասել Արցախ Հայաստանը եւ վերջ։ Այս պետք է դուրս գալ մեր տարածքից։ Ալիևն ասում է լսի արա։ Ես քեզ նենց կանեմ, որ պետք է ասես Արցախը, Ադրբեջանը եւ վերջ։ Ասավ։ Այո։ Արաբես ազնվորությունը։ Այո։ Վերջ։ Ղարաբաղի թեման փակես։ Ընդդեմից փասաժատեն ասես այդ եկեղեցին շատ ռևանշիստական բաներ անում, հարձակվեցին վրան։ Ցեղասպանության թեման ընդդեից Էրդողանն ասում էր տարիներ շարունակ, դա երկու ժողովուրդների ողբերգություն է, դա մեր ցավն է, նույն բանն ասում է Նիկոլը, ձեր հետ ռուսների վրա բոշկան գլորում, նույն բանն իրանք են ասում, ռուսները չգային տարածաշրջան, հայերն ու թուրքերը այդ ավեսը վապրում էին, ասիկը Գևորգ Չաուշը, Արաբոն, Հրայր Դժոխքը, Անդրանիկը, Քերին, Վարդանը, մեր բոլոր Պլեադան անկապ գնացել են փայլուն թուրք ղեկավարների դեմ պայքարել, էլ չեմ ասում արմենական, հնչակյան ու դաշնակցական կուսակցությունների ամբողջ իրաց Արամ Մանուկյանով բանով։ Ինչ եք ուզում ասեք, ուզում եք ասեք, այդ մարդիկ ազգայնության գործակալներ են եղել, սա։ Հայաստանի, ով որ ասում է, դե ասում լավ էլ ապրում ենք էլի։ Պետք է հասկանանք ասում ցեղասպանությունն ինչի համար է եղել։ Բա հույների ցեղասպանությունն ինչի համար է եղել։ Ասորների ցեղասպանությունն ինչի համար է եղել։ 1911 թվականի Սալոնիկի վերաժողով բան կա, չէ, որոշում կա, չէ։ Եվ ի վերջո Ժաննա ջան, մի կարևոր բան ասեմ։ Թուրքիայի ծրագիրը չի փոխվել։ Ես վերջերս իմ սոցիալական էջում Facebook-յան դրեցի Վեհիբ Փաշայի խոսքերը։ Այո։ Հայաստանի Հանրապետության առաջին հանրապետության վարչապետ Ալեքսանդր Խաչատրյանի հուշերից։ Վեհիբ Փաշան Բաթումի հաշտության կոնֆերանսում հանդիպելով Ալեքսանդր Խաչատրյանին ու հանդիպելով նա բանակցությունները չէ, ասելով ասում է դուք կանգնացեք մեր ճանապարհին հայեր հետ։ Երբ որ ուզում եք Վանը, դուք կանգնացեք Թուրքիայի ճանապարհին դեպի Պարսկաստան։ Երբ որ դուք ուզում եք Զանգեզուրը, Ղարաբաղն ու Նախիջևանը, դուք կանգնած եք Թուրքիայի ճանապարհին դեպի Ադրբեջան։ Դուք եք մեր խոչընդոտը, մեր Բաքվի եղբայրների հետ միավորման։ Դուք չպետք է լինեք այդ ճանապարհին։
դրանում է մեր բանավեճը, մեջբերման ավարտ։ Սա 18 թվականին ասել Վեհիբ Փաշան։ Այդ նույն ժամանակաշրջանում Թուրքական Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը էլի նմանատիպ բան ասել, ասել Հայաստանում պետք է բանակը թույլատնես, թույլ չտաս, որ բանակն ունենա էլի նույն հզորությունը, բոլոր ճանապարհները պետք է վերահսկես եւ պայմանագրերի ու խաղաղության անվան տակ Հայաստանի այդ բոլոր ճանապարհները վերցնես տոտալ վերահսկողության տակ։ Նույնն է, չի։ Խաղաղության անվան տակ տեղի է ունենում դանդաղ վիլայեթացում։ Դանդաղ պայման չի, դա սողացող կործանում է կոչվում։ Կարող է մենք չգիտենք վտանգավորումն է, որ թշնամի դեմը տենում ես, որ ինքն ասում, բայց ինքը որ մանր, քիչ, կաթիլ ուղեղների հետ իրան գործ ունեն, խաղաղություն, նորմալ է, թուրքը մեծ բան, բա մի վարքյան, են եռաբլուրում լնջողներն այս բան են եղել, էլի, հա։ Կներեն մեզ, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Նախ ներողը Աստված է, ինչքան ես ընդեղից մարդ չի հետ եկել, չգիտեմ, բայց ինչքան որ ես տեղյակ եմ, գոնե գրականությունից, Աստծո եւ հայրենիքի դեմ դավաճանությունը դա ներելու բան չի, էլի։ Իհարկե։ Վան Շարմազանով, տեսեք, Նիկոլ Փաշինյանը մեր հասարակությանը հրամցնում է այսպիսի թեզեր։ Ոչ թե որ թուրքը լավն է, պուպուշն է եւ այլն եւ օրինակ Զանգեզուրի միջանցքը բացելով կամ Թրամփի թրիփը նա թուրքի բարեխղճության վրա հույսը դնում, այլ Թրամփի թրիփը դա տնտեսական ծրագիր է, իդեպ front office, back office-ը դա Հայաստանում մենակ կկիրառվի, որտեվ դա Հայաստանի Հանրապետության տնտեսական ծրագիրն է։ Եվ այս պարագայում մենք տնտեսական ծրագրերով ապահովում ենք, տեսեք 99 տարով անվտանգություն։ Այդ ցավտանը մեր նպատակը ո՞րն է եղել։ Մեզ բազար լնել է, Հայաստան Նիկոլ Սահակյանը մեզ բազար։ Մեծ շուկա։ Տոնավաճառ, լավ։ Չեմ ուզում ուրիշ բառեր ասեմ, էլի։ Այսինքն, ինչա, Վեսպասյանի նման են, հռոմեական կայսր Վեսպասիանոսի պես է, ասում ենք Զենգինի պախնուտ, դու լավ էլ պախնուտ։ Այդ ադրբեջանական ներդրումներից ու խոսքի օրինակ եմ ասում, գալիս է եռաբլուրի տղեկի արյան վրով է, չէ, փողերը արյունոտ են, չէ, այդ ներդրումները։ Ես դες բաներ չեմ խոսում, լավ հասկացանք, վանասուն չեն կարա, մարդ ենք թե չէ։ Այդ թուրքերն ու ադրբեջանցիները իրանք ազգային թասիբն ունեն, իրանք ազգային արժանապատվություն ունեն, իրանք մինչև մի Էրդողանը գրում է Բաֆի պարադում ասում, Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց։ Մենք էլ նենց անինքնասեր, նենց արժանապատվությունից զուգ մարդիկ ենք, էլի, հա։ Ցավոք։ Լավ է, լավ նամուսի պես ապրել, թե նամուսով դժվարությունների մեջով ապրել։ Ես կասեմ նամուսով դժվարությունների ու պրոբլեմների մեջ ապրելն է։ Ինչ անշակում տնտեսություն։ 2-300,000 կամ 50,000 կամ 100,000 ադրբեջանցիներին բերես Դայաղանավ Հայաստան։ Ինչ է, ես որ այս ստուդիայի կողք ադրբեջանցի կան ապրեն։ Ինչ են անելու։ Հետո մի հատ ադրբեջանցի, մի հատ հայ աղջկա թեք աշկով նայի, այդ հայ աղջկը մի հատ թասիբով աղբեր ունենա, տան դրան դա տապտակ են, ընդեղից է բողոքեն ասեն ադրբեջանական փոքրամասնությանը մահմեդականների և ադրբեջանցիների իրավունքների ոտահարում արևը զորքը մտցնի։ Իդեպ ադրբեջանցի փոստականները պաշտպանական Հայաստանը վրա ոչ մեկ չի արձակվելու, գիտես խի։ Խելոք ինչ ասես անում է, էլի։ Կեկնում եմ, որ ստրուկին են պաճում, ծեծում, Սպարտակի նման, որ ազատության բան կա, պորտկում կա, կռիվա տալի, արժանապատվություն, իսկ է որ լապը շպրտում են դեղում է, կանաշխոր Բաքուրոտ։ Ինչ ասպես անում է, էլի։ Կյանքում էլա չէ տես։ Իհարկե։ Ով որ դիմանում է նրա հետ չէ գնում քյալլա տալի, խոսում, կամ կռվում, կամ բարիշում, կամ ամենայնպես բանավիճում։ Հարգում։ Իսկ ու ամես դες քեզ տոն ասում, հա, այո։ Ասում սա դե թող ապրի էլի այդ ոչխարը, ներողություն ոչխարներից։ Այդ համատեքստում հասկանանք իրեն ձևակերպումը, որ հետքաշման, քանի որ Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի մեծ մասը, այդ հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինի։ Բայց պայմանագիրը ստորագրելուց հետո Միլակյան, իմ նպատակ տեսեք էլի։ Իսկն այդ խաղաղություն, այդ բոլշևիկյան վախտեր հիշեցի, միր ու միր։ Հələ գոնե նրանք եկա երգիր էին, աշխարհի կեսն իրանցնի կարային տենց խոսա։
այդ խաղաղության չար, Նեժդեհը, ես էլ ջանդ եմ էլի, ես ապա խելացի մարդիկ են եղել, չէ, հանճարեղ։ Գարեգին Նեժդեհը հանճարեղ հայ ա եղել, չէ, ու առհասարակ մտածում։ Ասма խաղաղության չարաշահումը պարտված ժողովուրդների համար ավելի վտանգավոր է, քան պատերազմը։ Լսում եք ժողովուրդ, Գարեգին Նեժդեհն է ասում, պարտված ժողովուրդների համար խաղաղության չարաշահումը պատերազմից վտանգավոր է։ Որովհետև խաղաղության չարաշահումով դու կորցնում ես քո ազգային ինքնագիտակցությունը, քո ազգային արժանապատվությունը ու դառնում ես թուրքի տրյապկա։ Կապ չունի թուրքի, ամերիկացու, ֆրանսիացու, ռուսի, բայց կապ չունի, քո անկախությունն ես կորցնում, քո արժանապատվությունը։ Ես չեմ ասում բան անենք, ձեռներս քշտեն գնանք սաղի հետ կռիվ անենք, չէ։ Որպես կարմիր գծեր պետք է լինի։ Ասիկը վաղը Ալիևը ինչ պայման դնի, ասի այս պայմանն է խաղաղության համար, պետք է անենք։ Վաղը գան ասեն սեն շարիկ պատերի տակ, սաղի տերեսի մի հատ թքում ենք, եթե չթողեցինք, որ սաղի տերեսին թքենք, ամեն առավոտ ժամ 9-ը ձերեսին թքելու օրն է, ամեն երկու շաբթի։ Եթե չթողեցիք ազգովի, ու են պատերազմ ենք սկսում, պետք է ասեք հանում ենք։ 240 կիլոմետր ժանաջան Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Օկուպացված է։ Այդ ոնց եղավ տրիպի մասը կարող է բան անեն, դելիմիտացիա անեն, իսկ դա չեն անում։ Բայց եթե խաղաղությունը, Ադրբեջանի խաղաղության պատրաստակամության գլխավոր գրավականը նա կլինի, որ Ադրբեջանը իր կողմից քայլանի, ասի ախպեջան, եկեք դելիմիտացիա անենք, դուրս գանք։ Քայլ արեց, ասեց իմ զինվորները դուրս չեն գալու, այո։ Բայց դեպքում ինչի վրա է հույս, չնայած իրենց պատգամավորներից մեկը բարի կամքի դրսևորման վրա հույս տվեց։ Ժամանակի նեո-բոլշևիկներն էլ Նեժդեհպես մարդու դեմ են խոսում։ Դրանք ինչ։ Լավ, պարոն Շահմազան։ Հայաստանը դառնում են թուրքական ատխոտ։ Թուրքական Հայաստանի երրորդ հանրապետություն փաստացի չկա, իրանք այդ ճանապարհով են գնում։ Հիմա իրեն չեն կլնել, ասեցի, Արցախ չկա, Սյունիքի վերահսկողություն չունենք փաստացի, ուրիշներն են։ Ատոմական արդեն չի լինում այդ բացառիկությունը, ռուսական ռազմական էսա կճամփեն, եկեղեցու բացառիկությունը միասնությունը էլ արդեն չկա։ Մնացել է մի բան էլ, Մատենադարանը։ Դրա շուրջ Այդ էլ մեր ինտելեկտուալ եւ ամեն ձևի մեր ամբողջ ժառանգությունը հոգեվոր ընդեղ է, էսա մի օր կարող է իմանանք կամ դրանց բաները Բրիտանիային տարել կամ Անկարա, ես ինչ իմանամ։ Սրանցից ամեն ինչ սպասելու է։ Լավ, այս պարագայում, եթե փորձենք Փաշինյանի այդ բոլոր գեներացրած մտքերը, որը տալիս է հասարակությանը, ամփոփել, ասում է, տեսեք, կամ ես ու ընդդիմություն, ես ասում եմ ու իրական խաղաղություն եմ ձեզ բերել, սահմանին կրակող չկա, Ամերիկայի հետ տեսեք ինչ լավ հարաբերություններ ենք հաստատել, ներդրումներ են անում Հայաստանում, այդ ճանապարհը մենք հանձնում ենք դրանով անվտանգություն ենք ձեռք բերում, թուրքն ու ադրբեջանցին արդեն հեսա առև տուր կանենք, սահմանները կբացվի, ամեն ինչ կապրենք չաղու բախտավոր։ Ինչ է ասում ընդդիմությունը։ Ընդդիմությունը ասում է չի կարելի անընդհատ տուրք տալ Ադրբեջանի խորժակին, հետո ընդդիմությունն ասում Արցախը հանձնողի մի ընտրի, ամենաառաջինը։ Աղբերների տարումն է երրաբլուն ուրացողի մի ընտրի։ Արցախը փուրը տվողի մի ընտրի։ Ամենագլխավոր բանն է դա ասում ընդդիմությունը։ Դե սեփական երեխուն Սեփական ազգին չսիրողը չի կարող դիմացինի ազգին հարգի ընդունի, չի կարող արժանապատվություն չի, մի մասած դա։ Ես չեմ ասում եկեք պարտադիր հանրապետականին ընտրեք։ Կամ Շարմազանովն կամ Նիկոլի այլընտրանքը միայն։ Իդեպ ընդդիմությանը որակում է հիբրիդային սպառնալիքի գործիք։ Դե միգուցե իր Թուրքիայի, Ադրբեջանի եւ այդ իր արևմտյան հովանավորների բանում, հա, ես էլ կարամ ելեմ։ Որտեւ մենք իմ ու իր պատկերացած Հայաստան տարբեր է։ Իմ պատկերացած Հայաստանը ազգային Հայաստանը առնվազն երկու հայկական պետությունով Հայաստանը, եկեղեցու ուժեղությամբ Հայաստանը, ցեղասպանության միջազգային պահանջի Հայաստանը, Թուրքիայի դուդուկի տակ չպարող Հայաստանը։ Իմ ապրած Հայաստանում ես ապրել եմ, եղել եմ պետության պարլամենտի երկրորդ դեմքը, ուր գնացել եմ Ադրբեջանի ու Թուրքիայի դեսպանները հաստատ խառնված են եղել ու Հայաստանի շահ եմ ներկայացրել։
Չեմ ուզում համի գլուխ գովանքա, նույն պոտեսել են էլի բոլորը, սկսած հենց Թուրքիայում։ Եզակի հայ պաշտոնյան եմ եղել, որ Թուրքիայում Թուրքիայի ազգային ժողովի նախագահի ու Ադրբեջանի ազգային ժողովի նախագահի ու 30-ից ավել ազգային ժողովի ղեկավարների մոտ պարլամենտների կանոն ասեմ, որ տարածաշրջանային խաղաղությունը կախված է երկու կարևոր հանգամանքից։ Ադրբեջանը պետք է վերջ տա ռազմական հռետորաբանությանը ու համակերպվի ու ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, դա փաստ է։ Երկրորդ էլ Թուրքիան պետք է հաշվի սեփական պատմության հետ չմնա անցյալում եւ ճանաչի հայոց ցեղասպանությունը կամ գոնե չժխտի։ Այդ է եղել մեր բանագիծը։ Ասма, ինչ տվեց դա, ինչ տվեց, ասկի ինչ տալը որնա ձեր մոտ ամեն ինչը փող արա, ինչ տվեց, սա շոշափելիքով, հա։ Այո։ Դե մի հատ բան սարքեք, թեթևաբարը բան, չգիտեմ էլ են, ուլիցը Կրասնի ֆանալի սարքեք, տուրիստերին բերեք, ասում տուրիզմը ինդուստրիա է։ Մի հատ էլ դες մի բաներ սարքեք, ասեք ինչը փող ա բերում, բերեք դες փող աշխատեք։ Դες կլինի։ 26 թվականին։ Բաց բաներ կա, էլի, քո հակառակորդը, իմ հակառակորդը, ես որևէ ժողովրդի դեմ, ոչ թուրք ժողովրդի, ոչ դες ֆաշիստական բաներ չկա, դա ամոթել է, էլի, առհասարակ։ Այո։ Բայց իրանց ղեկավարությունը, հա, իրանք մեծ թշնամի են համարում։ Բայց պետք է նայես քո հակառակորդները։ Իրանց ազգային արժանապատվության հարցում, իրանք ազգային շահերի հարցում ո՞նց են։ Այդ Ադրբեջանը կարա 30 տարի իր սերունդներին ասի, որ մենք պետք է հետ գրավենք, էս անենք, մենք всё էլի։ Ասում եք հայ ժողովուրդ, էսեն, մենք հրաներից, հույներից, սրանից, նրանից, հույներից սաղ կյանքը ես եմ երեսով տվել մերոնց, ասլեմ արա դուք ինչ մարդ եք, արա Կիպրոսի կեսը գրավել են, կզել եք դրանց տակ, բայց այդ դույն հույները Կիպրացի, թասիբ ունեն, չեն ճանասում Թուրքիայի Կիպրոսի այդ օկուպացիան, նույն սերբերը, ամբողջ արևմտյան աշխարհով ասում են Կոսովոն ճանաչած մարը քեզ վրա չհասկացա։ Հիմա հես ինչ ենք, ինչ դեմտան պետք է ասենք, հա։ Ես չգիտեմ, այդ ասպետ ժողովուրդը, եթե ժողովուրդը հայրենական անգամ հավանություն տվեց Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, ուրեմն ժողովուրդ ջան, լսեք, Նիկոլ Փաշինյանը ամենաարդար բանն է, որ ձեր կյանքում եղել է։ Այս պարագայում, քանի որ հավանության այդ քվեն հենց այս տարի ամռանը պետք է տանք, հունիսի 7-ի ընտրություններով, տեսեք, չեք կարծում, որ նաև ընդդիմությունը ունի մի շարք թերացումներ, որ Փաշինյանը կարողանում է հստակ ասել խաղաղություն եւ ոչ խաղաղություն։ Լանա ջան, ես ընդդիմության թերությունների մասին կխոսեմ իմ ընդդիմադիր գործընկերների հետ առանձին զրույցներում։ Ես կարծում եմ, որ ու խորհուրդ եմ տալի իմ ընդդիմադիր բոլոր գործընկերներին, բոլորին երիտասարդներից մինչև ավակ։ Եթե ընդդիմադիր գործընկերների հետ կա խնդիրներ, եկեք առանձին զրուցենք, խոսենք եւ աչոք մի հավաքեք այլ ընդդիմադիր գործընկերների վրա բան ստվեր գցելով կամ սեվացնելով դրանց։ Դա լավ բան չի։ Ես էլ տենց եմ շարժվում։ Իհարկե, որևէ մեկս էլ իդեալական չենք։ Ոչ ես եմ իդեալական, ոչ մեկն է իդեալական, բայց եթե մեր բոլորիս նպատակը ազգային Հայաստանի վերականգնումն է, ապա անկախ մեր ներազնային, հավեժ միջազգային տարաձայնություններից, միջկուսակցական տարաձայնություններից կամ քաղաքական ճաշակից մենք իրավունք չունենք այսօր Նիկոլի դեմ պայքարը փոխարինելու իրար դեմ պայքարով։ Եթե իրոք մեր նպատակը ազգային Հայաստանի վերականգնումն է։ Իմ պայքարը դրա համար է։ Մնացածը իրան գիտեն։ Շնորհակալ եմ, պարոն Շարմազանյան։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալ եմ նաև ձեզ, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ իմ հյուրն էր Հայաստան